Ես չեմ համաձայնի ձեր պնդման հետ, որ դա տեղի ունենում 2018 թվականից։ Հիշեցնեմ, որ 18 թվականից հետո անգամ մի խումբ մարդիկ, քաղաքացիներ ընդվզեցին Գարեգին Բ-ի ուրեմն հոգևոր իշխանության դեմ, եւ սա կանխվեց Նիկոլ Փաշինյանի կողմից։ Նա մտավ ուղիղ եթեր եւ ասաց, որ ինքը չի խառնվելու եկեղեցու գործերին եւ կառավարությունը դրա իրավունքը չունի։ Ինչպես նաև Նիկոլ Փաշինյանը մի լուսանկար հրապարակեց կաթողիկոսի հետ միասին, որտեղ գրեց, որ սա դարակազմիկ լուսանկար է։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը ամեն կերպ պաշտպանեց Գարեգին Բ-ին, որպեսզի նա մնա հոգևոր իշխանության։ Այսինքն սա շատ կարևոր էլեմենտ է, որովհետև այսօր եկեղեցու նկատմամբ հարձակման ջատագովները խոսում են այն մասին, որ Գարեգին Բ-ն ունի որոշակի կապեր Ռուսաստանի հետ։ Գարեգին Բ-ն, չգիտեմ ինչի քննարկման առարկա է նրա ֆիզիոլոգիական կարգավիճակը, ամոթել է դրան արձագանքել։ Սակայն Նիկոլ Փաշինյանը ոչ միայն իշխանություն գալուց հետո գիտեր այս ամենի մասին, նա դրանից առաջ դեռ գիտեր եւ ռուսական կապերի մասին եւ նրա ֆիզիոլոգիական կարգավիճակի եւ այլն։ Սակայն նա եղել է լոյալ, անգամ ինքն է պաշտպանել Գարեգին Բ-ին։ Սա խոսում է այն մասին, որ այդ հիմնավորումները սին են։ Նա միշտ էլ իմացել է եւ դուրս չի եկել դրած։ Այդ դեպքում հարց է առաջանում, իսկ ինչու ինչ-որ մի կետից իշխանությունները սկսեցին հալածել եկեղեցուն։ Եվ տեսնենք որ կետերն են դրա։ Եկեղեցուն թե հոգևորականին։ Ոչ, եկեղեցուն է հարվածը գնում, ոչ թե ինչ-որ առանձին անհատների, որովհետեւ կրկնում եմ, անհատների մասին նրանք գիտեին միշտ։ Սա տեղի ունեցավ Թուրքիա այցելությունից առաջ եւ մանավանդ հետո։ Սա տեղի ունեցավ Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հալածանքներից անմիջապես հետո եւ երկրորդ փուլը, երբ որ սկսեց Նիկոլ Փաշինյանի հալածանքներին, նույնպես հալածանքները սկսեցին Փաշիզադեի գործողությունից անմիջապես հետո։ Այսինքն մենք տեսնում ենք, որ իշխանությունները թուրք-ադրբեջանական ենթակա լինելով հարվածում են հայ առաքելական եկեղեցուն։ Ինչու է դա տեղի ունենում։ Ընդամենը վերջերս մենք երկու գործողություն տեսանք, թե ինչպես ուրեմն Կանադայի ղեկավարը հանդիպեց հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչին եւ մենք տեսանք, թե ինչպես ԱՄՆ-ի փոխնախագահը այցելելով ուրեմն Երուսաղեմում Հարության տաճար նաև այցելեց հայ առաքելական եկեղեցու, այսպես ասենք, վերահսկողության կամ գտնվելու վայրը եւ հանդիպեց մեր հոգևորականներին։ Սա ցույց է տալիս, որ հայ առաքելական եկեղեցին աշխարհում հանդիսանում է շատ խոշոր գործիք չեմ ուզում ասել, շատ խոշոր բովանդակություն ունեցող կառույց, որի միջոցով մենք կարող ենք մեծ ազդեցություններ ունենալ անգամ աշխարհի ղեկավարների նկատմամբ, չէ՞ որ այնտեղ մի շարք հարցեր են քննարկվում, երբ որ հանդիպումներ են տեղի ունենում։ Սա հասկանում է նաև Թուրքիան, սա հասկանում է նաև Ադրբեջանը, եւ նրանք ամեն կերպ, իդեպ Թուրքիայի պարագայում միշտ եղել է այդ խնդիրը, միշտ դրվել է Հայաստանի իշխանությունների դեմ խնդիր հնարավորինս ճնշել հայ առաքելական եկեղեցուն, մանավանդ Սփյուռքում իր կամ արտասահմանում իր գործունեությունը։ Եվ սա է տեղի ունենում։ Շատ կարևոր բան ասացիք ազդեցության առումով եկեղեցու։ Հիմա եկեղեցին մի փոքր շեղվում ենք ընթացիկ զարգացումներից, բայց կարևոր է իմ կարծիքով, եթե ունի այդպիսի հզոր ազդեցություն այլ երկրների, ազդեցիկ երկրների ղեկավարների կարծիքի վրա ձևավորման իմաստով, հիմա դա օգտագործվեց, այդ ներուժը պատշաճ օգտագործվեց Արցախի պատերազմի օրվանից ի վեր, շրջափակման ժամանակ։ Իսկ ինչու պատերազմից ի վեր, իսկ դրանից առաջ օգտագործվեց, ոչ, այդ ժամանակ օգտագործվեց, ոչ։ Ինչու չօգտագործվեց։ Ինչու չօգտագործվեց, որովհետև Փաշինյանը խանգարեց Գարեգին Բ-ին։ Նաև Այսինքն իշխանությունները համենայն դեպս ուրեմն չդիմեցին նման հարցով եւ եթե լիներ նման գործողություն կխանգարեն, բայց խնդիրը ինչու՞մ էր։ Արցախը հանձնում էր Ռուսաստանը։ Եվ բոլոր այդ գործողությունների հիմքում ընկած է ռուս-թուրքական պայմանավորվածությունները։ Իսկ եկեղեցին առնվազն իր վերնախավով շատ խիստ կապեր ունի Ռուսաստանի հետ, ինչպես ամբողջ ռեժիմը։ Գարեգին Բ-ն եղել է նախկին իշխանությունների ջատագովը, սատարողը եւ անգամ իր հոտին հորդորում էր գնալ եւ այդ իշխանությանը ընտրել եւ այլն։
Այսինքն նա այդ նույն ռեժիմի, այսինքն ռուսահպատակ ռեժիմի մի մասն է եղել։ Սա է պատճառը, որ այսօր ընդհանուր արդեն զավեշտի է հասնում պարլամենտական փոքրամասնությունն ու մեծամասնությունը ինչ որ զրույց են վարում եւ երկուսն էլ պնդում են, որ Հայաստանը ունի 29840 կիլոմետր։ Այսինքն երկու կողմերը վարում են այն քաղաքականությունը, որը թելադրված է Ռուսաստանից։ Խոսքը գնում է սովետական Հայաստանի մասին, Ռուսա-Հայաստանի տարածքի մասին է գնում։ Այսինքն եւ նախկինները եւ ներկաները առաջ են տանում այն հայեցակարգը, այն օրակարգը, որը դեռ 100 տարի առաջ դրել են ռուսներն ու թուրքերը մեր առաջ։ Հիշեցնեմ, որ մեր հարևանները այդ օրակարգից դուրս եկան, անգամ թուրքահպատակ Ադրբեջանը իրեն ճանաչել է առաջին հանրապետության իրավահաջորդ, Վրաստանը իրեն ճանաչել է առաջին հանրապետության իրավահաջորդ, բայց մեր եւ պարլամենտական մեծամասնությունն ու փոքրամասնությունը խոսում են սովետական, ռուսական Հայաստանի մասին։ Սա է պատճառը, որ նաեւ եկեղեցին իր ազդեցությունը չօգտագործեց եւ գաղթականների հարցով, որը արդեն նաեւ խիստ բարոյական դաշտում էր գտնվում, մարդասիրական դաշտ, բարոյական դաշտում էր գտնվում, եւ ես հիշեցնեմ, որ երբ որ հենց գաղթականների եւ ցեղասպանության ենթարկված այդ մարդկանց հարցը քննվում էր ԱՄՆ-ի կոնգրեսում, կոնգրեսականներից որոշները այսպիսի ձևակերպումներ թույլ տվեցին 120,000 քրիստոնյաներ ստիպված եղան լքել իրենց տները։ Այսինքն մենք տեսնում ենք, որ քրիստոնեայության գործոնը ինքը նաև քաղաքական գործոն է, որովհետև կոնգրեսմենը նման ձևակերպում է անում։ Եվ այո, այստեղ հարց է առաջանում, իսկ ուր էր Հայաստանի Հանրապետությունը նման քննարկումների ժամանակ, որտեղ կարող էր նաև օգտագործել հայ ժողովրդի քրիստոնյա լինելու հանգամանքը եւ ուր էր հայ առաքելական եկեղեցին։ Երկուսն էլ գտնվում էին ռուսահպատակության ներքո եւ ձենները կտրած նստած էին։ Իսկ հիմա ինչի դեմ է պայքարում Գարեգին Բ-ն կամ եկեղեցու վերնախավը, եթե Նիկոլ Փաշինյանը նախկիների հետ ձեր ասածով սինխրոն աշխատում են, համագործակցում են, շարունակում են մնալ ռուսահպատակը, ընդվզում է այդ դեպքում ինչի դեմ է։ Նախ առաջինը որտեղ ենք մենք տեսնում եկեղեցու կողմից ընդվզում։ Հայտարարությունները, որ պետք է իշխանափոխություն լինի, որ երկրին նոր իշխանություններ, նոր լուծումներ են պետք, որ այս իշխանությունը ազգակործան է, այսինքն այն թեզերը, որոնք ընդդիմությունը հայտնում է եւ այդպիսով եկեղեցին պետքավորվում է։ Նախ եթե մենք օրինակ Կիլիկիո կաթողիկոսը հայտարարեց, որ անհրաժեշտ են նոր քաղաքական ուժեր եւ նոր այսպես են քաղաքական էլիտա երկրի համար։ Սա ինչ է, սա բացարձակ ճշմարտություն է։ Անհրաժեշտ է, այո, անհրաժեշտ է։ Չէ, ես կաթողիկոսին նկատի ունեմ։ Կաթողիկոսի օրհնությամբ երկու Բարսաշճան հոգևորական, ընդ որում Բագրատ Գալստանյանը շարժում սկսեց։ Սա իշխանափոխության շարժում է։ Նայեք, Բագրատ Գալստանյանը դրա իրավունքը ունի եւ արել է։ Կաթողիկոսի օրհնությունը առնվազն հրապարակային մենք չենք տեսել, բայց այստեղ հարց է առաջանում, իսկ ինչի են տեղի ունենում այդ ճնշումները, թե փողոցում որոշակի մարդկանց զանգված է հավաքվում։ Իդեպ, երբ որ Բագրատ Գալստանյանը իրականացնում էր այդ գործողությունները, նախկին իշխանությունները մեծ թափով մարդ էին մատակարարում այնտեղ, լրատվամիջոցներ էին մատակարարում։ Եվ հարց է առաջանում, իսկ նախկին իշխանությունները դա ինչի են անում։ Միանշանակ է, որ քանի դեռ կա նախկին իշխանությունների շվաքը, ապա Նիկոլ Փաշինյանը մնալու է իշխանության։ Եվ սա հասկանում են թե նախկին իշխանությունները եւ թե նրանց տերերը, ովքեր որ նստած են Ռուսաստանում։ Այդ դեպքում հարց է առաջանում, ինչի են նրանք նախկիներին հանում փողոց։ Չէ՞ որ նրանք հասկանում են, որ քանի դեռ նախկիները դուրս եկան, Նիկոլը մնալու է իշխանության։ Ուրեմն անում են հենց դրա համար։ Հենց դա եմ ասում, եկեղեցին էլ, որը նախկիներին էր պաշտպանում, ինչու է հիմա փորձում անում են հենց դրա համար, Նիկոլ Փաշինյանի իշխանություն։ Այսինքն եկեղեցին էլ է նույն գծի մեջ։ Ես չեմ ուզում այսպես ընդհանուր ասել եկեղեցին որպես կառույց, համենայն դեպս իր առաջնորդը բոլորս շատ լավ գիտենք, որ խիստ կապեր ունի Ռուսաստանի հետ եւ կրկնում եմ, սա Նիկոլ Փաշինյանը նոր չի իմացել, միշտ էլ իմացել է։ Եվ այս լծակներով Ռուսաստանը փողոցում հավաքում է ինչ-որ զանգված, որը միանշանակ որևիցե ռեալ գործողություն չի անելու, բայց այդ զանգվածի արկայությունը բերում է նրան, որ հանրությունը տեսնելով նախկիններին ստիպված իր ձայնը տալու է ներկաններին։
Այսինքն, քանի դեռ նախկինները երևում են, ներկաները մնալու են իշխանության, այն պարագայում, որ նրանք երկուսն էլ նույն բանն են ասում։ Նորից կրկնեմ, ազգային ժողովում նստած երկու կողմերը իրար հետ իբրև թե բանավիճում են, բայց երկուսն էլ ասում են, որ Հայաստանը 20840 կիլոմետր է, այսինքն Ռուսա-Հայաստանն է։ Սա կագեբեական այսպես երկկողմանի խաղ է։ Սա նաև անվանում են լավ եւ վատ ոստիկանների խաղ, երբ որ վատ ոստիկանին ցույց են տալիս եւ ասենք հարցաքննողը սկսում է պատասխանել, կներեք, վատ ոստիկանին ցույց են տալիս եւ հարցաքննողը սկսում է պատասխանել լավ ոստիկանի հարցերին։ Հիմա ռուսները նույն բանն են անում։ Նախկիններին ցույց են տալիս, որովհետեւ հայ ժողովուրդը ստիպված իր ձայնը տա Նիկոլ Փաշինյանին։ Պարոն Սաֆարյան, ինչու եկեղեցին ներսում բարեփոխումների չի գնում, ինչու չեն վերանայում իրենց վարքագիծը հոգևորականները։ Իսկ ինչու պիտի գնեն։ 30 տարի էլ չեն գնացել, իրենց համար դա շատ լավ է։ Այստեղ պիտի դրվեն խնդիրներ։ Նախ եւ առաջ հանրության, բայց երբ որ մենք կունենանք ազգային պետություն, նաև պետության կողմից ոչ այսպիսի կլոունադաներով, որտեղ պետությունը ուղիղ կերպով միջամտում է եկեղեցու գործերին եւ եկեղեցին դարձնում է քաղաքական գործընթացների մի մաս։ Երկրի վարչապետ կոչեցյալը կազմակերպում է եւ իր կուսակիցների միջոցով կազմակերպում է արշավ դեպի Հովանավանք։ Սա բացառապես քաղաքական գործընթաց էր եւ որևիցե կապ չուներ հոգեվոր դաշտի հետ եւ սա այս ամեն ինչը անթույլատրելի է։ Բայց երբ որ մենք կունենանք ազգային իշխանություն մեր երկրում, եւ այդ իշխանությունը եկեղեցու հետ համագործակցելով պիտի բարձրացնի այս հարցերը, որ այն գործընթացները, որոնք 30 տարի գնացել են հայ առաքելական եկեղեցում, թույլատրելի չեն։ Բայց նորից եմ կրկնում, այդ նուրբ սահմանը, որը այդտեղ կա, որ իշխանությունը իրավասու չէ մտնել եկեղեցու գործերի մեջ, այս սահմանը պիտի պահպանվի։ Շատերը կարծում են, որ դա հնարավոր չէ, դա հնարավոր է։ Ուղղակի պետք է ունենալ համապատասխան քաղաքական գիտելիքներ, պետք է ունենալ կառավարման համապատասխան գիտելիքներ, եւ ամենակարևորը իրավական համապատասխան գիտելիքներ։ Երբ որ մարդուն եկեղեցուց բերանը փակելով դուրս են բերում, սա նրան խոշտանգման եւ նրա խոսքի ազատության կոպտագույն խախտում է։ Եթե մենք իրավական դաշտում ենք նայում, եւ սրա մեկնաբանությունները իշխանական կամ պրոիշխանական դաշտից մենք լսում ենք, որ դա սադրանք էր, մենք սադրանքը կանխեցինք եւ այլն, սա անհեթեթություն է, սա իրավական մոտեցում չէ։ Ակնհայտորեն ոտնահարվել է մարդու ազատ արտահայտման իրավունքը, որը մենք տեսնում ենք ամենատոտալիտար երկրներում, որտեղ ընդդիմացողի բերանը փակելով նրան բերման են ենթարկում։